Մայրաթոր Սուրբ Էջմիածինը տարին սկսում է աղոթքով եւ օրհնությամբ։ 2013-ը նոր է մեկնարկում։ Մայր տաճարում պատարագ է մատուցվում հենց հունվարի 1-ին։ Այդ օրը հայոց եկեղեցու գահակալի շուրջ են համախմբվում հոգևոր դասի ներկայացուցիչներն ու ժողովուրդը։ 2013-ի առաջին պատարագիչը Տեր Եղիա Աբեղա Խաչատրյանն է։ Քարոզի ժամանակ նա անդրադառնում է քրիստոնյայի համար նոր տարվա հոգևոր իմաստին։ Հիշեցնում է Պողոս Առաքյալի միտքը, որ հին մարդուց պետք է հրաժարվել, նորոգվել Քրիստոսով։ Տարվա փոփոխությունը հոգևոր աճի խորհուրդն ունի։ Հունվարի 1-ի պատարագի ավարտին կատարվում է հայրապետական մաղթանք։ Այս արարողության ժամանակ ընթերցումներով ու շարականներով ներկաները աղոթում, օրհնություն են խնդրում, որ Աստված անսասան պահի ամենայն հայոց հայրապետությունը։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, սանրաբերություն Հայաստանի, զազգս հայոց եկեղեցիս Հայաստանյաց։ Հոգևորականները մեկտեղվում են խոսելու հայոց եկեղեցու ձեռքբերումների ու անելիքների մասին։ Վեհապար հայրապետն օրհնում է ներկաներին, մաղթում, որ անսակարգ կերպով շարունակեն գործունեությունը հայ եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի հավատքի զորացման համար։ Աստծո օրհնությունը, Աստծո զորությունը, զորակցությունը ձեզ ձեր առաքելության մեջ։ Աննա Թամրազյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Եկեղեցական կյանք։ Այս տարի գուգարած թեմի առաջնորդանից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը հայոց բանակի 3-րդ կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանն է։ 40 օր Սուրբ խաչը հրամանատարի տանն է հանգրվանելու։ Այս օրերին Սուրբ խաչի օրհնությունը ստանում են հազարավոր զինվորներ։ Ողջույն ձեզ։ Առավոտյան Զորամասի շարահրապարակում էին հավաքվել բոլոր զինվորները։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Տեր Օհան Լուսարարյանն օրհնեց Զորամասի ջուրը։ Զորամասը միշտ է հոգևորական ունեցել։ 2008-ին զինվորներն այստեղ նաև մատուռ են կառուցել։ Հրամանատարները նպատակ ունեն մոտակա ամիսներին մկրտության արարողություն իրականացնել։ Կնքահայրերն էլ ոչ թե սպաներ, այլ զինվորներ կլինեն։ Դա կնպաստի զինվորների միջև հարաբերությունների ջերմացմանը։ Հրամանատարի հետ զինվորը գուցե չլինի այնքան մտերիմ, ավելի նրան չբացվի իր գաղտնիքներով կամ խնդիրների մասին ավելի ազատ չխոսի, հոգևորականը հաստատ այն մարդն է, որին կարելի է վստահել։ Արարողության ավարտին բոլորը խմեցին օրհնված ջրից։ Թեմակալ առաջնորդ Տեր Սեպու arczepiskopos Չուլջյանն ու Տեր Վահան քահանա Ազարյանը օրհնեցին զինվորներին, տնօրհնյաց կարգ կատարեցին։ Մեծ ոգևորությամբ ենք ընկալում այն հանգամանքը, որ բանակային կորպուսի հրամանատարը հանդիսանում է թեմի, ինչպես նաև Զորամասի ջրօրհնեքի արարողության խաչքավորը, դա մեզ համար պարտավորեցնող է եւ հանուն Սուրբ խաչի մենք պարտավոր ենք 2013 թվականին ավելի լավագույն արդյունքները ցույց տանք մեր ազգի եւ ազգային բանակի համար։ Ուզում եմ մեր հայոց բանակի սիրասուն զավակներին, զինվորներին եւ սպաներին շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի արդիվ եւ ավետել նրանց նույնպես Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Սուրբ խաչը հասավ նաև առաջին գիծ, օրհնություն բերելով մեր հայրենիքի պաշտպաններին, բարձրաստիճան զինվորականներից մինչև շարքային սահմանապահներ։ Գնդապետ Օնիկ Գասպարյանը ջրօրհնեքի խաչով եղավ նաև Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Մեհրաբի Զորամասերում։ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հոգևոր սպասավորների հետ շրջայց կատարեց նաև սահմանային գոտում։ Այս զորամասերում սպասավորում են Սարգիս եւ Արսեն Սարգսակները, սակայն Տեր Արամը եւս պարբերաբար այցելում է, օրհնում այստեղ տեղի ունեցող բոլոր միջոցառումները։ Սուրբ Ծննդյան տոնին պարտադիր լինում է բոլոր զորամասերում, բացատրում տոնի խորհուրդն ու օրհնում Զորամասի ջուրը։ Օրհնված ջուր հասավ նաև այն զինվորներին, ովքեր ջրօրհնեքի ժամանակ դիրքերում էին։
Սա ամենավտանգավոր գոտին է։ 2012-ին հենց այստեղ էին ակտիվացել սահմանային միջադեպերը։ Տերհայրը ծնունդով սահմանամերձ Չինարի գյուղից է, շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն ու այդ խաղաղությունն ապահովող զինվոր։ Հայ-ադրբեջանական սահմանի վրա քահանան աղոթեց, որ Տերն ամուր եւ անսասան պահի մեր սահմանները, խաղաղ երկինք պարգևի մեր ժողովրդին։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Եկեղեցական կյանք։ Հայորդյաց տների փոքրիկ սաներն են, վերջին փորձերն են անում շտկում հագուստն ու սանրվածքը։ Քիչ հետո մեր քաղաքի ամենամեծ ու շքեղ բեմերից մեկին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի բեմին, նրանք իրենց ավագ ընկերների հետ ներկայացնելու են Ամանորին եւ Սուրբ Ծննդին նվիրված մանկական համերգ բեմադրություն։ Պետք է պարեմ։ Ինչ պար։ Տղաները աղջիկների դեմ ոնց որ կռվեն, այդպես պարա։ Շատ է կռվում տղաների հետ։ Դե անտեղի չէ, բայց եթե պետք է լինում անպայման։ Ամեն անգամ բեմ բարձրանից առաջ ճիշտ է հուզվածություն կա, բայց փորձում եմ հաղթահարել եւ չնկատել եւ փորձում եմ լավ ապրել։ Պարը ինձ համար կյանք է, որով ես շարունակելու եմ եւ դառնալու բարուհի։ Երեխաների ոգևորությունը մեծ է, իրենք անընդհատ փորձում են, անընդհատ մի կատարումից մյուս կատարումը ավելի կատարելագործվում են եւ ամենակարևորը մենք հոգնում ենք, իրենք ոչ։ Դահլիճը լեփլեցուն է, ավելի քան 3500 հանդիսական է ներկա մայրաքաղաքում եւ թեմերում գործող 7 հայորդյաց տների սաների ելույթին։ Բեմադրությանն ընդհանուր հաշվով 360 երեխա է մասնակցում, ամենափոքրերը 5-ից 6 տարեկան, ավագները 16-ից 17։ Նրանք արդեն մի քանի տարի հաճախում են հայորդյաց տների երկուպարի, երաժշտության, սպորտի եւ ակրոբատիկայի դասարաններ եւ ավանդույթի համաձայն ամեն տարի սկսում են նախորդ տարվա ամփոփումով ու նոր համարների ներկայացմամբ։ Այս անգամ կենտրոնական դերում Հուրին, Փերին եւ Մերին են։ Բեմադրության, ինչպես նաեւ համերգին հնչող բոլոր երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակը հայորդյաց տների տեսուչ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն է։ Սեր, ներողամտություն եւ հանդուրժողականություն։ Այս է ամբողջ ներկայացման հիմնական շեշտադրությունը, ասում է Հայր Կոմիտասը։ Երեխաներին մաղթում եմ իմաստություն, խոհեմություն, արթնություն եւ ուշիմություն, որովհետեւ այս ամենը ունենալով իրենք կիմաստավորեն տարին։ Երբեմն կարծում ենք, թե տարին է մեզ տալիս, իրականում տարին ժամանակ է, որ ընթանում է։ Պարզապես մենք պիտի իմաստավորենք տարվա ամեն մեկ օրը։ Միջոցառման ավարտին փոքրիկները նվերներ ստացան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ կիսեցին իրենց տպավորությունները։ Ամենաշատը հավանեցի, որ ձմեր պապիկը եւ Ջունյանուշը եկան։ Հրավիրական բարերը։ Որը նախցիկում տեղավորվում էր թափանցիկ տուփում էր։ Երեխաների հետ մանկացանք։ Իրանց հետ հավասար ուրախացանք։ Մաղթում եմ նախ մեր երեխաներին առողջություն, որ լավ սովորեն, երջանկություն, լսեն իրենց ծնողներին։ Մաղթում եմ թող այս տարին էլ ավելի լավը լինի, եթե նախորդ տարին ինչ որ անախորժություններ եղել են, նախորդ տարում թող հիմա արդեն իրենց շրջանցեն այդ անախորժությունները։ Կարինե Հարությունյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Ավանդույթի համաձայն ամեն տարի հայոց հայրապետի նախագահությամբ Սուրբ Էջմիածնում են հավաքվում Մայրաթորի ողջ միաբանությունը, Ճեմարանի դասախոսական կազմն ու սաները եւ բոլորը միասին ընտանեկան այս մեծ հարկի տակ տոնում են նոր տարին։ Սիրո ճաշ, Ամանորի երգեր, բարեմաղթանքներ, կատակներ եւ իհարկե նվերներ։ Սա սովորույթ չէ միայն, այլ նաեւ շատ կարեւոր մի պահ կա այստեղ, քրիստոնեական այդ ոգեկոչումի պահը, որ մեզ համար մի տեսակ հրավեր է դարձյալ Քրիստոսի պատվիրանների մեջ վերահաստատվելու եւ մեր ուրախությունը կիսելու միմյանց հետ։ Այս միջոցառումը կազմակերպվում է մեծավ մասամբ Ճեմարանի սաների ջանքերով։ Ճեմարանականներն ու քահանայից լսարանի սաները երեկոն զարդարում են տոնական երգերով։
Այս միջոցառումը մի քանի ամիսներ առաջ ենք սկսում պատրաստել։ Հիմնական պատասխանատուները միջոցառման ընդհանրապես 6-րդ լսարանի ուսանողներն են Գևորգյան հոգևոր ջերմարանի։ Փորձում ենք ուրախ տրամադրություն ստեղծել։ Միջոցառման սիրված պահերից են կատակները։ Այդ օրը ջերմարանի սաները հնարավորություն են ունենում նմանակելու իրենց սիրելի դասախոսներին ու հոգևորականներին, նրանց առօրյայից զվարճալի ու ծիծաղաշարժ պատմություններ ներկայացնելու։ Սա մեր կյանքի մաս է կազմում, կատակը, ուրախը, ծիծաղը եւ գեղեցիկ է հատկապես այն կատակը, որ վերաբերում է տվյալ մարդու բնավորության գծերին, խառնվածքին։ Միջոցառման ամենասպասված պահը կաղանդ չեքի արարողությունն է, երբ վիճակահանությամբ ընտրվում է 20 մասնակից, նրանք թանկարժեք նվերներ են ստանում հենց ձմեռ պապից։ Վերջում Նորին Սրբությունն իր հայրական խոսքն է ուղղում ներկաներին։ Ամենքս կարծում եմ, որ այս պահին ուրախություն ունենք մեր հոգիներից ներս։ Բայց առավել ուրախ է իմ հոգին կարող եմ ասել, Հայրապետի հոգին, որովհետև շրջապատված եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ամբողջական կազմով։ Լավատեսությամբ մենք մեր հայացքը ուղղենք դեպի գալիք նոր տարին 2013 թվականը, որ շատ անելիքներ ունենք, բազում ծրագրեր, որպեսզի հոգևոր կյանքը առավել մենք կարողանանք զորացնել, որպեսզի եկեղեցին կարողանա մուտք գործել հայ կյանքից ներս, յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայ մարդու հոգի։ Անցնող տարում մեր եկեղեցու գործունեության զորացման համար վեհափառ հայրապետն իր գնահատանքի խոսքն ուղղեց թեմակալ առաջնորդներին ու նվիրապետական աթոռների գահակալներին, Մայրաթորի ողջ միաբանությանը, քահանայից դասին, եկեղեցու պաշտոնեությանը, կրթական ոլորտի աշխատակիցներին ու սաներին։ Հանդիսության մասնակիցները հեռացան հայրապետի օրհնությունը ստացած տոնական նվերներով եւ ուրախ տրամադրությամբ։ Նշան Աբասյան, Վարդգես Մանուկյան, եկեղեցական կյանք։ Իմ բախտը բերել է արևելք նայող Պատուհանի Սուրբ Սարգիս եկեղեցին է, արևմուտք նայողը Սուրբ Նարեկը։ Այնպես որ ժամերգության ժամերին մեր տունը լսվում է եկեղեցիների զանգերի ղողանջով։ Վանաձորցի դրամատուրգ Երգիծաբան Սամվել Խալաթյանի նախնիները 1827 թվականին գաղթելով Մուշից հաստատվում են Սպիտակի տարածաշրջանի Ալիբեկ, այժմ Ծաղկաբեր գյուղում։ Գաղթի ժամանակ Խալաթյաններն իրենց հետ բերում են նաև Թուխմանուկի եւ Սուրբ Հովհաննեսի մասունքներն ու ամփոփելով Պարնի եւ Ծաղկաբեր համայնքներում կառուցում աղոթատներ։ Դրամատուրգի խոսքով գերդաստանում այն կարծիքը կա, որ Սուրբ Հովհաննեսն իրենց տոհմի արու զավակների հովանավորն է։ Պատմում է, որ պապերից մեկը հոգևորական է եղել։ Նա իր հետ այստեղ է բերել նաև 1867 թվականի տպագիր ավետարան։ Մանկությունից ես ուրեմն այս գիրքը թերթել եմ։ Իմ մատները հպվել են այս հրաշքին եւ հետաքրքիրն այն է, որ կոմունիստների օրոք սա 30-ական թվականներին վատ պայմաններում էին պահել եւ շատ էր քրքրվել։ Ես խնդրեցի տպարանի իմ ընկերները կազմեցին, որքան հնարավոր է եւ այս տարի այս գիրքը արդեն դարձավ 145 տարեկան։ Դրամատուրգը Սուրբ Գիրքը խնամքով է պահում։ Պապերից իրեն հասած ավետարանը կտակելու է թոռանը։ Սա գիրք էլ չի, եթե կուզեք իմանալ։ Սա գրի տեսքով Աստծո խոսք է, որը միշտ տանն է։ Իսկ Աստծո խոսքը, եթե քո հետ է, քո օջախում է, իհարկե զորություն ունի, իհարկե։ Առանց դրա ինչպես կլինի։ Մինչ կծնվի տղաթոռը թոռնուհուն Վարդուհուն է ծանոթացնում ավետարանին։ Նրա հոգևոր դաստիարակությամբ անձամբ է զբաղվում։ Մանկական աստվածաշունչ է ընթերցում, սովորեցնում աղոթքներ, իսկ այս բանաստեղծությունը հատուկ նրա համար է գրել։ Արթնացել է Վարդուհին, բայց չի բացում աչիկը, ուշացել է մայրիկի առավոտյան պաչիկը։ Ավետարանի 145-ամյակի առիթով Սամվել Խալաթյանը որոշում է Սուրբ Գիրքը տանել եկեղեցի, որպեսզի վանաձորցիները եւս հաղորդակից լինեն ավետարանի օրհնությանը։
Խալաթյան գերդաստանի անդամները երեկոյան ժամերգության ընթացքում հավաքվել էին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։ Թեև Սամվել Խալաթյանը դեռ չի պատրաստվում բաժանվել ավետարանից ու այն նվիրաբերել եկեղեցուն, սակայն վստահ է, որ այս գրքերի տեղը եկեղեցում է։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, եկեղեցական կյանք։ Արմավիրի մարզի Խորոնք գյուղն է։ Սուրբ Նշան մատուրի առջև տարածքի հոգևոր հովիվ Տեր Ներսես Քահանա Ռուշանյանը ջրօրհնեքի կարգ է կատարում։ Խորոնքցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է գյուղում նման արարողություն կատարվել։ Նրանք շտապում են մյուրոնաջուրը տուն հասցնել, որպեսզի Աստծո օրհնությունը տարածվի իրենց ընտանիքներում։ Այս օրերին Տեր Ներսեսը ջրօրհնեքի կարգ է կատարում իր հովությանը հանձնված բոլոր գյուղերում։ Այնուհետև գյուղացիների հրավերով նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեք է կատարում։ Տնօրհնեքը հաստատել է Հիսուս Քրիստոս, իր աշակերտներին առաքելով քարոզելու երկնքի արքայությունը, պատվիրել է, որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը։ Հետագայում առաքյալները մտնում էին քրիստոնյաների տները եւ ավետում Աստվածահայտնության եւ Սուրբ Հարության բարի լուրը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հաստատել է տնօրհնեքի 3 արարողություն՝ Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության եւ Նորակառույց բնակարանի օրհնություն։ Տնօրհնեք է կատարվում նաև այն ժամանակ, երբ ընտանիքի անդամներից մեկի անխոհեմության պատճառով խախտվում է տան խաղաղությունը կամ չար ուժերի ներգործությամբ խարխլվում են ընտանիքի հիմքերը։ Սաղմոսերքուն ասում է. «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրա»։ Ուշագրավ է, որ տնօրհնեքի ժամանակ քահանան օրհնում է տան 3 բարիքները՝ հացը, աղը եւ ջուրը։ Մենք որ աշխատում ենք, ինչքան որ աշխատենք անկախ մեր աշխատանքի չափից, ասում ենք հաց ենք վաստակում, հացի համար ենք աշխատում։ Այսինքն հացը օրնելով օրնում ենք աշխատանքը։ Աղը պահպանությունն է ընտանեկան սրբությունների, ընտանեկան համ ու հոտի, որ այդ ընտանիքում բոլոր հարաբերությունները սրբության վրա դրվեն, համ ու հոտով լինեն։ Ջուրն էլ կյանք, ինչպես ասում ենք, եւ առողջություն։ Հատկանշական է, որ Նորակառույց բնակարանի օրհնության ժամանակ ընթերցվում են ավետարանական այս տողերը։ Այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև մարդու որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին։ Այդ հասկացողությունը իմ համար թղթի վրա գրված բան չի։ Դա կյանք է, որ կարելի է որպես իրական քրիստոնյա ապրել այդ կյանքով։ Մենք պետք է բոլորս միասին փորձենք ապրել քրիստոնյավայել կյանքով։ Եկեղեցին կոչ է անում քրիստոնյա բոլոր ընտանիքներին Սուրբ Ծննդյան տոնակատարության այս օրերին տնօրհնեքի արարողություն կատարել, տունը լցնել Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով։ Նշան Աբասյան, Վարդգես Մանուկյան, եկեղեցական կյանք։ Հետադարձ հայացք անցած տարուն եւ այդ տարում ունեցած ձեռքբերումներին։ Ամանորին բոլոր կառույցներն են ամփոփում իրենց աշխատանքը։ Ստեղծագործական կոլեկտիվներում դա երևաց Ամանորի հանդեսներում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Վանաձորի հայորդյաց տանսաներն ու ուսուցիչները բոլոր խմբակների աշխատանքը ցուցադրեցին։ Ժողովրդական երգ ու պար, ասմունք, բեմադրություններ արժանացան ջերմ ընդունելության։ Հայորդյաց տունը 2012-ը հաջող է համարում։ Պայմանները գերազանց են, խմբակների թիվն ավելացել է եւս մեկով։ Այժմ արդեն մարմնամարզության դասարան կա։ Տարվա կարևոր ձեռքբերումը, սակայն, մանկավարժները համարում են հոգևոր հովի ներկայությունն իրենց կողքին։ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Տեր Հովհաննես Քահանա Մարուկյանն այսուհետ կզբաղվի երեխաների հոգևոր դաստիարակությամբ։ Տոնով սկսում ենք մեր կյանքը, այդ տոնով նորոգվում ենք եւ հնարավորություն ենք ստանում մեր կյանքը մաքուր էջից սկսելու։ Արդեն բոլորը գիտեն, որ հրաշալի պայմաններ են ձեռնված մեզ։ Եթե տնական պայմաններում 250 երեխաներ էին հաճախում, հիմա 350-ին մոտ։ Իդեպ հայորդյաց տների հազարավոր սաներ Հայոց Հայրապետից ամանորյա նվերներ են ստացել։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, եկեղեցական կյանք։ Հայ առաքելական եկեղեցում Սուրբ Ծննդյան տոները սկսվում են հունվարի 5-ին եւ ավարտվում հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնով։
Տոնի նախորդ օրը երեկոյան ժամերգության ընթացքում կկատարվի նախատոնակ, իսկ կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ։ Տիրոջ անվանակոչության մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը։ Գաբրիել հրեշտակապետի պատգամի ու հրեական օրենքի համաձայն Հովսեփն ու Մարիամը նորածին Հիսուսին տանում են տաճար, թլպատության ու անվանակոչության։ Այդ օրը Հիսուսին տրվում է նաև Քրիստոս անունը, որը նշանակում է օծյալ։ Ղուկաս Ավետարանիչը վկայում է, որ Գաբրիել հրեշտակը Աստվածամորն ավետելով Աստծո որդու ծննդյան մասին Հիսուս անունն է հիշատակել, եւ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Քրիստոս ծնվեց ու իր լույսը տարածեց համայն աշխարհի վրա, եւ Սուրբ Ծննդյան տոների ավարտին հարկ է, որ յուրաքանչյուրը մեկ անգամ եւս նայե իր հոգու ներսը եւ մասնակցելով Սուրբ Պատարագին հաղորդակցվի Տիրոջ արյանն ու մարմնին։ Անուշ Առաքելյան, եկեղեցական կյանք։ Կար մի մարդ, Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես։ Նա եկավ որպես վկա, որպեսի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը լույս չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին, գրում է Հովհաննես Ավետարանիչը։ Նախակարապետ, մարգարե, առաքյալ, պաշտելի սուրբ, մեծ բարեխոս։ Այս բոլոր պատվանուններն էլ Հովհաննես Մկրտչինն են։ Նրա հիշատակը մեր եկեղեցին տոնում է տարին 4 անգամ։ Դրանցից մեկը Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը հայ առաքելական եկեղեցին կնշի հունվարի 14-ին։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն է, որ ավետել է Մեսիայի Հիսուս Քրիստոսի գալուստը, Հորդանանում մկրտել Տիրոջն ու քարոզել Քրիստոսի վարդապետությունը։ Դրա համար էլ նրան անվանել են կարապետ, առաջնեկ։ Հովհաննեսը դիմում էր ժողովրդին այն նույն խոսքերով, որոնցով հետո պետք է իր քարոզչությունը սկսեր Հիսուս. ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է։ Հունվարի 14-ին առավոտյան 10:30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Սրբի ծննդյան տոնի առիթով կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ։ Տոնի օրհնությանը կարժանանան Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ անունները կրող մարդիկ։